Այսօր ցանկանում ենք հերթական տարին ամփոփելով ներկայացնենք, թե ինչ զարգացումներ տեղի ունեցան 2025 թվականի ընթացքում խաղաղ պայմաններում բանակում սպանված զինծառայողների գործերով։ Կոնկրետ 5 գործերի մասին այսօր ձեզ կներկայացնենք։ Ինչու ենք այսօր որոշել հրավիրել այս ասուլիսը եւ այդ մասին խոսել, որովհետեւ ամբողջ աշխարհը այսօր նշում է մարդու իրավունքների օրը։ Շատ խորհրդանշական օր է եւ մենք ցանկանում ենք այս ասուլիսի միջոցով հանրության ներկայացնենք, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքները պաշտպանված չեն։ Ոչ միայն մարդու իրավունքները օրը, այլ ընդհանրապես տարվա մյուս 365 օրերի ընթացքում ևս։ Անցնող 2025 թվականի ընթացքում քննության փուլում գտնվող 5 գործերով Անդրանիկ Մկրտչյանի, Արթուր Ղազարյանի, Վալերի Մուրադյանի, Տիգրան Օհանջանյանի, Լևոն Թորոսյանի գործերով որևէ տեղաշարժ չի եղել։ Ցանկանում եմ նշել, որ այս 5 գործերի բացահայտման պատասխանատուն Հայաստանի Հանրապետության գլխավոր պատասխան Նավարդապետյանն է, ով գործերի բացահայտման բանալին ունի դեռևս 2021-22 թվականներից եւ ինքը դրանց մասին նաեւ անձամբ մի քանի անգամ զեկուցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այնպես որ դեռևս այս սպանությունների չբացահայտման պատասխանատուները մնում են անպատիժ, իսկ նրանց հովանավորները ըստ էության փաստորեն երկրի վարչապետն ու գլխավոր դատախազն են։ Նշեմ, որ շատ կարճ է կանդրադառնամ գործերի ընթացքի մասին, մնացածը իրավահաջորդներ իրենք կներկայացնեն։ Տիգրան Օհանջանյանի գործի վերաբերյալ կարող եմ ասել անցած տարվա ընթացքում քննությունը ոչինչ չի կատարել, բազմաթիվ գործողություններ, որոնք պիտի կատարվեին, պարզապես չեն կատարել կամ չեն ցանկանում կատարել։ Ընդհանրապես կարող եմ ասել, որ քննչական մարմինը, քննչական կոմիտեն, զինվորական քննչական գլխավոր վարչությունը կամ ինչպես նաև զինվորական դատախազությունը եւ դատախազությունը այս գործով ցուցաբերում է անգործություն։ Վալերի Մուրադյանի գործով մի մաս առանձնացվել եւ ուղարկվել է դատարանի քննության, ինքնասպանության հասցնելու հատկանիշներով օրեր առաջ տեղի ունեցավ ըստ էության առաջի հիմնական դատարանները, որի ժամանակ մենք հայտարարեցինք դատարանում, որ չենք ընդունում այն process-ը, որը ընթանում է, եւ դատավարության հետ մեր անհամաձայնությունը հայտնեցինք եւ Տիկիննանան նույնիսկ լքեց դատական նիստերի դահլիճը։ Արթուր Ղազարյանի գործով զինծառայող ոչ մի քայլ, բացարձակ ոչ մի քայլ, 1 տարի քննչական մարմինը եւ դատախազը աշխատավարձ են ստացել մեր վճարած հարկերի հաշվին, որպեսզի ոչինչ չկատարեն։ Անդրանիկ Մկրտչյանի գործի կապակցությամբ կարող եմ ասել, որ մեզ հայտնի է 1-2 փոքրիկ գործողություններ քննչական եւ վերջ։ Այլ գործողության մասին մենք տեղեկություններ չունենք, ոչինչ չի կատարվում։ Լևոն Թորոսյանի գործով դարձյալ նույն պատկերն է։ Կարճ ամփոփելով ուզում եմ ասեմ, որ խաղաղ պայմաններում զորամասերում կամ հերթապահության ժամանակ սպանված զինծառայողների գործերով պետությունը շարունակում է ցուցաբերել անգործություն։ Հայտնի է նաև, որ Վալերի Մուրադյանի եւ Տիգրան Օհանջանյանի գործով ունենք եվրոպական դատարանի վճիռներ, Արթուր Ղազարյանի եւ Անդրանիկ Մկրտչյանի գործով եվրոպական դատարանում արդեն գանգատներ կան, շուտով կլինի նաև Լևոն Թորոսյանինը, այս ուղղությամբ եւս պետությունը ոչինչ չի կատարում։ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն դեռ անցած տարի իր նստաշրջանի ժամանակ որոշում էր կայացել պարտավորեցնելով Հայաստանի Հանրապետությանը 25 թվականի ընթացքում առարկայական քայլեր կատարել եւ տեղեկություններ տրամադրել, սա ևս չի կատարվել։ Պատկերը շատ տխուր է եւ նորից եմ կրկնում, այս տխուր պատկերը ունի պատասխանատու վարչապետ Փաշինյան, գլխավոր դատախազ Վարդապետյան։ Կխնդրեմ մայրիկները արդեն իրենք եւս ներկայացնեն հարցերի դեպքում սիրով պատասխանել։ Ես Տիգրան Օհանջանյանի մայրն եմ, դեպքը տեղի ունեցել 2007 թվականի օգոստոսի 30-ին, արդեն 18 տարի այս գործը քննվում է Հայաստանի Հանրապետությունում եւ ինչպես պարոն Պապիկյանն ասեց,
արդեն ունենք Եվրոպայի վճիռ, իսկ Հայաստանի Հանրապետության դատա իրավական համակարգը, քննչական մարմինները ոչինչ չեն անում երկրի գլխավոր դատախազի ու վարչապետի հետ միասին, առավել ևս, որ նրանք խոստացել էին, որ ամեն ինչ կանեն, որպեսզի այս գործերը բացահայտում ունենա։ 18 թվականին հենց ինքը Փաշինյանը իջավ ներքև, կառավարության մոտ մենք ակցիա էինք անում, իջավ եւ ասեց, սրանք անպայման, այս գործերը անպայման պետք է բացահայտվեն։ Տարիների ընթացքում 18 թվականից մինչև առ այսօր իրանց այդ գործերի փոփոխությունն եղել այն, որ հանձնաժողով են այդքան մեր բողոքներից հետո հանձնաժողով են ստեղծել եւ հանձնաժողովը վերանայել է այդ գործերը, վերլուծել է, արդյունքում տվել է, որ Տիգրան Օհանջանյանի գործով 150 էջանոց ապացույց կա, որ չի համապատասխանում պաշտոնական վարկածին, որ կատարվել է սպանություն, ոչ թե դժբախտ պատահար։ Ինչ եղավ։ 150 էջանոց ապացույցը ինչ եղավ։ Ես խոսքս միշտ ուղղել եմ Տիկին Վարդապետյանին ու Նիկոլ Փաշինյանին։ Ուր մնաց ձեր խոստումները։ Հա, գիտենք, որ սուտաս անեք, բայց այդ աշճանի, որ հայտարարեք ազգային ժողովում Տիկին Վարդապետյանը հայտարարեց, որ ի սկզբանե վերացրել են Տիգրան Օհանջանյանի գործի իրեղեն ապացույցները։ Ի սկզբանե վերացրել են, ով է վերացրել։ Դուժողի իրավահաջորդը վերացրել են քննիչները, դատախազները, որոնք մինչև առ այսօր չեն պատժվել։ Եթե նախկինների ժամանակ են սպանել իմ երեխուն, իրենք նախկիններին թող մեղադրանք առաջադրեն եւ առավել ևս, որ իրենք ուսումնասիրել են եւ պարզել են, որ այս գործերը հենց իմեն Տիգրան Օհանջանյանի գործը սպանություն է։ Ով կա այս սպանության հետևում, որ նույնիսկ իշխանությունը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Վարդապետյանը վախենում են բացահայտեն։ Մինչև առ այսօր ոչինչ չեն արել։ 22 թվականին Նիկոլ Փաշինյանը ընդունեց մեզ, մայրերիս, հանձնաժողովի անդամներին գլխավորությամբ Տիկին Վարդապետյանին, ինքն էր զեկուցում, ինչ գործողություններ են կատարել։ Շատ պարզ հայտարարեց, որ այս բոլորը մայրերը էմոցիոնալ չէին, այս բոլորը սպանությունները, որը պիտի վերավորակում ստանա։ Ով է դրա մեղավորը։ Դատախազները, քննիչները, այն դատախազները, այն քննիչները, այն գործը հսկող քննչական մարմինները հիմա բոլորը գլխավոր պաշտոններում են, ավելի ոչ մեկը պատասխանատվության չենթարկվեց, Հայկ Գրիգորյանից սկսած, Կրկաշարյան Արտակից վերջացրած, մնացած հիմիկվա գործը հսկող դատախազը, որը երկար տարիներ 5 տարի եղել է Կարեն Հարությունյանը, զինվորական դատախազ, իսկ այսօր ինքը տեղակալը Էլիզբարյանի տեղակալն է։ Այսինքն, եթե այս սպանությունները կարողանում են լավ կոծկել, առաջ խաղացում են ստանում և պաշտոնների բարձրացում։ Իսկ ով է այս գործերի հիմնական սպանություն կատարող անձը, ասեմ, ես համոզվեցի, ես 18 տարիների ընթացքում համոզվեցի, որ հրամանատարությանը զակաս են տալիս, հենց թեկուզ չեմ վախենում ես բառը ասելուց, պաշտպանության նախարարությունը հրաման է տալիս, նրանք էլ սպանությունները կատարում են, որպեսզի այս բանակ չծառայած իրանց երեխեքը, որը որ ոչ հիվանդ են, ոչ մի բան ու մեծ թվերով ազատվում են բանակի ծառայությունից, դեռ այն ժամանակվանից 2007 թվականից մինչև առ այսօր դա շարունակվում է եւ
ով հիվանդ է ծառայում է, որովհետև հենց իմ տղայի զորամասում այդ օրը, որ դրանից հետո դեպքը կատարվել է, մի նորակոչիկ վատացել է ընկել է, իմ տղաս մոտեցել է, որ օգնություն ցույց տա բան, այդ երեխեն հիվանդ է եղել, էպիլեպսիայով հիվանդ է եղել այդ երեխեն, իսկ ինչի է հայտնվել բանակում 2007 թվականին, ինչի է հայտնվել բանակում, ուրեմն մի առողջ երեխայի տեղա չէ գնացել ծառայելու, մինչև առ այսօր էլ շարունակվում է, եթե երկրի ղեկավարները Նիկոլ Փաշինյանից սկսած չեն ծառայել, ինչ են իմանալու, զինվորի կյանքը ինչ է, զինվորի մահը իրանց համար այսօրվա իշխանության համար կոպեկի նշանակություն չունի։ Առայժմ այսքանը։ Ես Նանա Մուրադյանն եմ, Վալերիկ Մուրադյանի մայրն եմ։ Իմ տղան ծառայել է Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքի Հայկազով զորամասում։ Այն Ղարաբաղի, որը որ այսօր վարչապետը Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Ես բազմաթիվ դիմումներ ունեմ գրած, որ օրենքով են տարել իմ երեխուն Ղարաբաղ եւ նախկինների օրոք եմ գրել եւ հիմա վարչապետին եմ գրել եւ պատկան ղեկավարներին եւ ոչ մի պատասխան չունենք այդ մեր դիմումին այնինչ վարչապետը այսօր իր բերանով ասում է որ Ղարաբաղը Ադրբեջանն է մեր 18 տարեկան զինվորներին ինչ են տարել այնտեղ կռիվ պատերազմ չգիտեմ ինչեր է ասում մի խոսքով իր խոսքերը եւ մենք մեր դիմումներին պատասխան չունենք տարիներ շարունակ ասեմ որ մեր իմ տղայի սպանությունը իմ տղային սպանել են որովհետեւ ինքը տեսել է ոնց են թալանում բանակը վառելանյութ են գողանում բանակից իր զորամասից տեսել է վերացրել են իրան որ չբարձրաձայնվի ոչ միտեղ չերևա տարիներ շարունակ բողոքում եմ, որ իմ տղան ինքնասպան չի եղել, ինքնասպանության հոդված են դրել, ինքնասպանության հասցնել, բայց վարչապետի հանձնարարությամբ, երբ որ ստեղծվեց այդ խումբը, 6 իրավաբանից, բաղկացած 6 իրավաբանով համոզվեցին եւ խմբի ղեկավարը, այդ խմբի ղեկավարը իրավաբանների եղել է ներկայիս գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Բոլորը միաձայն համոզվեցին, որ պաշտոնական վարկածներին չի համապատասխանում այս 5 քրեական գործը, նաև իմ որդու գործը։ Աննա Վարդապետյանը ասեց, որ ներկայացրեց վարչապետին, որ այս գործերը, այս մայրերը ճիշտ են, սպանություններ է եւ պետք է վերավորակում ստանա այս գործերը եւ հոդվածները փոխվի։ Երբ որ վարչապետին վերջին անգամ վերջին գործի ժամանակ ինքը ներկայացրեց եւս մեկ գործ, վարչապետը ասեց, որ ես իմ ձեռքերը ուրեմն լվանում եմ, քաշվում եմ մի կողմ, Վարդապետյան, գնում ես դատախազություն, գլխավոր դատախազի պաշտոնի եմ քեզ նշանակում, այս գործերը տար հետդ, որպես օժիտ եւ ավելի լայն կլինի այնտեղ քո հնարավորությունները, որ ուսումնասիրես այս քրեական գործերը։ Այնինչ Այդ օրվանից ոչինչ չի արվել, ոչինչ չի արվում։ Մենք դիմում ենք գրում գլխավոր դատախազը, որ մեզ ընդունի Աննա Վարդապետյանը, ինքը մեզ ուղարկում է զինվորական դատախազություն, չի ընդունում մեզ, ուղարկում է զինվորական դատախազություն, զինվորական դատախազությունն էլ ասում է, որ ես ձեր գործելով անելիք չունեմ։ Հիմա մենք չգիտենք ինչ անենք էլ։ Մարտի 15-ին կլռանա իմ տղայի սպանության 16 տարին։ 16 տարի է պայքարում ենք, մինչև այսօր ոչինչ չկա, 18 թվականին Փաշինյանը իջավ կառավարության շենքից, դուրս եկավ, ես չգիտեմ շոու էր ցույց տալիս, ինչ էր անում, որ ժողովուրդը իրան ընտրեն, մենք էլ հավատացինք, որ ինչ որ մի բան անելու է, ասեց, այս գործերը սենց չի մնալու, ես չեմ կարողանում տեսնեմ ամեն անգամ, որ դուք սենց կանգնում եք, կանգնած եք ստեղ, ամեն եղանակին, տարբեր եղանակներին, այս գործերը պետք է բացահայտվի, և մինչև այսօր ոչինչ չի արվել,
Ոչինչ, 0։ Ինչքան պիտի մենք կանգնենք սենց պայքարենք այս անիրավ երկրում։ Այո, այսօր մարդու իրավունքների պաշտպանության օրն է։ Ես ուզում եմ ասեմ, որ մարդու իրավունքները ըստեղ ոտնահարված է ամենավերջին ձևով։ Մեր իրավունքները ոտնահարված է, նույնիսկ եվրոպական դատարանի վճիռները չեն կատարում մեր պետությունը, մատնանշում են իրանք ուրիշ կողքի պետություններին, այս մեր պետությունը, բայց նախ թող իրանք կատարեն եվրոպական դատարանի վճիռները, նոր մատնանշեն ուրիշ պետություններ կողքի։ Մի խոսքով առայժմ այսքանը ոչինչ չի արվում այս մեր պետությունում, մեր երեխեքի քրեական գործերը բացահայտելու ուղղությամբ։